911 Դուք լսում եք 911 հաղորդաշարը ռադիո Արևիկի եթերում ողջույն։ Այս եթերաժամի ևս շատ կարևոր թեմայի շուրջ ենք խոսելու եւ իհարկե օգտակար խորհուրդներ ենք լսելու արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետից։ Դուք նույնպես կարող եք միանալ մեր զրույցին եւ ձեր հարցերն ուղղել մեզ ռադիո Արևիկի Facebook-յան էջի միջոցով։ Սպասում ենք ձեր արձագանքներին։ Ստուդիայում է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր 911 հաղորդաշարի խորհրդատու Համլետ Մաթևոսյանը։ Բարև ձեզ, պարոն Մաթևոսյան։ Բարև ձեզ։ Տարերային աղետների, դրանց առաջացման պատճառների, տեսակների, ինչպես նաև հետևանքների մասին մենք արդեն խոսել ենք։ Հուսանք, որ մեր ունկնդիրները հիշում են, թե ինչպես պետք է պաշտպանվեն այս կամ այն արտակարգ իրավիճակում։ Այսօր կխոսենք տեխնածին արտակարգ իրավիճակների մասին։ Նախ որոնք են դրանք տեխնածին իրավիճակները։ Նախ հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ երբ մենք խոսում էինք արտակարգ իրավիճակների մասին, մենք ասում էինք, որ կամայական արտակարգ իրավիճակի սահմանում բաղկացած է 3 մասից. ինչից է նա առաջանում, ինչ է ինքը իրենից ներկայացնում եւ ինչ հետևանքներ է նա ունենում։ Բնականաբար, եթե հիմա խոսում ենք տեխնածին վտանգների, արտակարգ իրավիճակների մասին, ինչից է առաջանում տեխնածին վտանգներից, ինչ է ինքը արտակարգ իրավիճակ է, ինչի է հանգեցնում մարդկային զոհերի, նյութական կորիստների, շրջակա միջավայրի վնասի եւ իհարկե խախտում է մարդկանց բնականոն կենսագործունեության գործընթացը։ Եթե այդպես է, ապա մեզ պարզապես մնում է թվարկել, թե ինչից են առաջանում դրանք, որոնք են այն աղբյուրները, որոնք առաջացնում են տեխնածին արտակարգ իրավիճակներ։ Եթե տեխնածին է, հետևաբար կապված է տեխնիկական միջոցների հետ, կապված է տեխնոլոգիական գործընթացների հետ։ Հետևաբար, եթե տեխնոլոգիական գործընթացներ են, դրանք կարող են լինել արտադրական ձեռնարկություններում վթարներ տարբեր վտանգավորության, դրանք կարող են լինել քիմիական, ճառագայթային, կենսաբանական, ինչպիսի վտանգներ, որ մենք գիտենք տեխնածին կարող ենք դա թվարկել, եթե շինարարական տեխնոլոգիաներ են, ապա շենքերի փլուզումներ կարող են լինել, այսինքն շենքեր, շինություններ, կամուրջներ, հետևաբար փլուզումների հետևանքով կարող են լինել եւ տեխնիկական միջոցների, տրանսպորտային միջոցներ կլինեն, տեխնիկական գործիքներ կլինեն, էլեկտրոէներգիայի ոլորտում տեխնիկական միջոցներ կլինեն, ջրամատակարարման ոլորտում, բոլոր ոլորտներում օգտագործվող տեխնիկական միջոցներից կարող են առաջանալ այդպիսի արտակարգ իրավիճակներ եւ բնականաբար իրենք հանգեցնում են մարդկային զոհերի, վիրավորների, մարդկային կորուստների, նյութական կորուստների, ինչպես նաեւ թե շրջակա միջավայրին, ինչպես ասացի, եւ թե մարդկանց բնականոն կենսագործունեության խախտման կարող են բերել։ Խնդրում եմ նշեք, թե դրանցից ավելի հաճախ որոնք են տեղի ունենում։ Գիտեք, եթե մենք համեմատելու լինենք, կարելի է ասել ամենահաճախ տեղի են ունենում տրանսպորտային վթարները, հատկապես մարդատար ավտոմեքենաների վթարները, բայց հետո որ մենք վերլուծություններ կանենք, կփորձենք միմյանց հետ համեմատել ու հասկանալ, թե որը ինչպիսին է, որտեվ արտադրական վթարներն էլ միայն տեխնոլոգիական process-ների փոփոխությունից չի, դա կարող է նաև փոքրիկ մի գործընթացում տեղի ունենալ։ Մասնագիտական գրքերում մի քիչ ավելի բարդ լեզվով նկարագրված են տեխնածին բնույթի իրավիճակները ու նաև թե քանի տեսակի են բաժանվում։ Ես կխնդրեի ձեզ ավելի հանրամատչելի ներկայացնեք այդ տեսակները եւ նշեք, թե ինչով են տարբերվում միմյանցից։ Տեսեք, եթե մենք վերցնենք այն հանգամանքը, որ երբ քիչ առաջ սահմանում էինք ինչ բան է տեխնածին արտակարգ իրավիճակը եւ ասացինք, որ դա ինչերից է առաջանում, հետևաբար ըստ առաջացման աղբյուրների կարող ենք տեխնածին արտակարգ իրավիճակները բացել հետևյալ կերպ։ Տեխնածին արտակարգ իրավիճակներ, որոնք առաջանում են քիմիական վտանգավոր օբյեկտներում վթարներից, տեխնածին արտակարգ իրավիճակներ, որոնք առաջանում են ճառագայթային օբյեկտներում, որոնք կառաջանան կենսաբանական օբյեկտներում, որոնք կառաջանան տրանսպորտային միջոցներում, որոնք կառաջանան պայթյունների հետևանքով, որոնք կառաջանան հրդեհների հետևանքով, որոնք կառաջանան փլվածքների հետևանքով,
Տեսակները Այո, բազմազան են։ ահա այսպիսի բազմաթիվ տեսակներ կարող են լինել, որովհետև ամեն մեկից առաջացած արտակարգ տեխնացին արտակարգ իրավիճակները ունի իր առանձնահատկությունները։ Օրինակ պայթյունից առաջացած արտակարգ իրավիճակը մենք չենք կարող համեմատել փլուզումից առաջացած արտակարգ իրավիճակի հետ։ Այս առումով տեխնացին արտակարգ իրավիճակները բազմաթիվ այդպիսի բաժանումներ ունեն, որոնցից մեկը մենք մի քիչ ավելի մանրամասն կարող ենք նայել տրանսպորտայինի վրա, որ օրինակը մենք նայենք, կտեսնենք թե որքան բազմաբնույթ են դրանք։ Առաջարկում եմ խոսել տրանսպորտային արտակարգ իրավիճակների մասին, ինչ տեսակների են լինում դրանք։ Տեսեք, եթե մենք տրանսպորտային միջոցների մասին խոսենք, թե ինչ արտակարգ իրավիճակներ կարող են առաջանալ տրանսպորտային միջոցներից, ապա մենք կարող ենք ըստ տեսակների ասել, որ տրանսպորտային միջոցները լինում են ցամաքային, լինում են օդային, լինում են ջրային։ Այսինքն մենք արդեն 3 մասի բաժանեցինք, բայց նրանցից յուրաքանչյուրը բաժանվում է բազմաթիվ մասերի։ Օրինակ ասենք, վերցնենք ցամաքայինը։ Նա կարող է լինել վերգետնյա, կարող է լինել ստորգետնյա։ Եթե մենք վերցնենք վերգետնյան կարող է լինել երկաթուղիներ, վերգետնյան կարող են լինել բեռնատար մեքենաներ, կարող են լինել մարդատար մեքենաներ եւ այլն։ Ստորգետնյան արդեն գիտենք մետրոպոլիտեն կամ նույն բեռնատար մեքենաները, որոնք խոշոր թունելային տարածքներով են անցումներ կատարում, նրանց էլ կարող ենք համարել այդ հատվածներում որպես ստորգետնյա տեղափոխման բաներ։ Բայց պիտի ասեմ, որ այդպիսի տրանսպորտային անվանում ունեն նաև նավթատարները, գազատարները, այսինքն այն խողովակաշարերը, որոնցով մեծ քանակությամբ տարբեր տեսակի բաներ են մատակարարվում երկրներին, պետություններին, երկրների համախմբությանը, դրանք նույնպես մտնում են տրանսպորտայինի մեջ։ Այսինքն, եթե մենք միայն տրանսպորտայինը նայենք, ապա իրեն բազմաբնույթությունը արդեն երևում է եւ երևում է նաեւ թե ինչպիսի խոշոր վթարներ կարող են լինել։ Ըստ օգտագործման, եթե մենք նայենք, մենք գիտենք, որ կան ռազմական նպատակներով օգտագործվող օդային տրանսպորտային միջոցներ, կան բնակչության համար օգտագործվող քաղաքացիական։ Եթե դա մենք բաժանենք, հիմա գիտեք, որ նոր ուղղություն է զարգացել, օրինակ զարգացել է, ասենք թե օդային զբոսաշրջիկությունը։ Հետևաբար կարող են լինել շատ փոքր մարդատար ինքնաթիռներ, 1-2 մարդուց սկսած մինչև 8-10 մարդուց ավարտած, որոնք զբոսաշրջությամբ են զբաղվում, եւ նման ինքնաթիռները նույնպես կարող են վթարի ենթարկվել, ու ունենք այդպիսի դեպքեր։ Ուզում եմ ասել, որ տրանսպորտային վթարներից առաջացած արտակարգ իրավիճակները իրենց տեսակներով բազմաբնույթ են։ Պարոն Մաթևոսյան, հիմնականում ինչ պատճառներով են տեխնացին վթարներ առաջանում։ Գիտեք, շատ կարևոր մի հարց եք տալիս, որովհետև գրականության մեջ ընդունված է վերջերս հատկապես շատ են շեշտում, որ եթե տեխնացին է, ուրեմն մարդացին է, որտև շատերն էլ կան հեղինակներ, որոնք գրում են, որ լինում են բնածին արտակարգ իրավիճակների եւ մարդածին, իբր մարդածինը տեխնացինն է, էլի, բայց իրականում տեխնացին վթարները դրանք միայն մարդածին չեն։ Տեխնացին վթարները կարող են լինել նաև բնական երևույթների պատճառով կարող են առաջանալ տեխնացին վթարներ եւ ընդհակառակը բնածին վտանգները կարող են առաջանալ մարդու գործնեության պատճառով։ Ես մի ժամանակ մի հաղորդման ժամանակ այդ մասին ասել եմ, բերեցի այն օրինակը, որ եթե մարդը լանջի հետ լավ չի վերաբերվում եւ լանջը դառնում է սողանքային, սողանքը ինքը իր էությամբ բնածին երևույթ է, որտեղ բնությունը նրա տակ դրել է այնպիսի գրունտային պայմաններ, որոնք որ կարող են սողալ, բայց մարդու միջամտության հետևանքով այդ սողանքը առաջացավ, այսինքն չնայած բնական էր ինքը, բնածին էր ինքը, բայց առաջացնողը մարդն էր։ Նույն ձևի տեխնացին վտանգների մեջ կան, որոնց առաջացումը նույնպես մարդու մեղքով է տեղի ունենում։ Ես կարող եմ երկու այդպիսի ամեն մեկից մի քանի օրինակ բերեմ, եթե կարելի է, որ մենք կարողանանք ավելի լավ պատկերացնել
թե ինչպես է դա տեղի ունենում։ Եթե վերցնենք օրինակ գնացքների վթարները, ինչից են տեղի ունենում, կարող է դա լինել մեքենավարի սխալ, այսինքն մարդկային գործոն, կարող է լինել սլաքավարի սխալ, դարձյալ մարդկային գործոն, կարող է լինել դիսպեչեր կարգավորողի սխալ, դարձյալ մարդկային գործոն, բայց կարող է նաև լինել բնական երևույթի պատճառ։ Օրինակ, եթե բերեմ բանը Շոտլանդիայում տեղի ունեցած գնացքի վթարը, որը տեղի ունեցավ 2020 թվականի օգոստոսի 12-ին, այս վթարը հիմնականում տեղի ունեցավ այն պատճառով, որ գնացքի Շոտլանդիայում նույնպես լեռնային է տարածքը, անցնող տարածքներից մեկում տեղի ունեցավ սողանք։ Եվ այդ սողանքը տեղի ունեցավ ինչի համար։ Մի քանի օր հորդառատ անձրևներ էին գալիս, այդ հատվածում տեղի ունեցավ սողանք եւ այդ սողանքի պատճառով գնացքը դուրս եկավ գծերից եւ շրջվեց, որի ժամանակ տուժել էր 12 մարդ, պարզապես բախտի բերմամբ գնացքը բաղկացած էր ընդամենը 6 վագոնից, 2 լոկոմոտիվներից, 2 լոկոմոտիվներում ունեցել են 6 անձնակազմից մարդ է եղել եւ 6 հոգի պարզապես քաղաքացիներ են եղել, 12 մարդ է տուժել, բայց սա տեղի է ունեցել միայն սողանքային բանի։ Իսկ Դանիայում շատ ավելի հետաքրքիր դեպք է եղել, Դանիայում տեղի է ունեցել փոթորիկ, ես խոսում եմ 2019 թվականի հունվարի 2-ի դեպքի մասին, փոթորիկի հետևանքով պոկվել են բեռնատար մեքենաների են վերևում, որ մետաղյա թիթեղներ կան, պոկվել են, խփել են հետևի մեքենաներին եւ այլն, առաջացրել են ուժեղ խցանում, դրանցից էլ պոկվել են ինչ-որ ծածկեր, որոնք կան բրեզենտից եւ այլն, դրանք էլ մեքենավարին են դեպի բերել եւ գնացքի հարված է տեղի ունեցել այդ մեքենաների հետ, որի ընթացքում 8 մարդ զոհվել են, 2 մարդ զոհվել է, 8 մարդ վիրավորվել, բայց փաստորեն այս վթարը պատճառ էր ոչ թե մարդկային գործոնի, այլ բնական այն երևույթի, որ տեղի ունեցավ այդպիսի քամի, փոթորիկ եւ այլն։ Այդպիսի դեպք տեղի ունեցավ նաեւ Թեհրանում ինքնաթիռը վայրեջքի ժամանակ ուժեղ անձրևների պատճառով նաև ուժեղ անձրևների ու քամիների պատճառով տեղի ունեցավ փոքրիկ շեղում եւ ինքնաթիռը հարվածեց բնակելի շենքի տանիքին օդանավակայանից բավականին հեռավորության վրա։ Այդ ժամանակ բավականին շատ զոհեր, բոլորը այդ ինքնաթիռի մեջ որ կային, բոլորը զոհվեցին, դրանց թիվը 80 էր, որոնցից 10 բաներ էին, բայց այդ ինքնաթիռը ինքը զինվորական ինքնաթիռ էր, S-130 տիպի ինքնաթիռ էր, դա էլ ասեմ, դրա համար է 80 մարդ եղել, որտեղ մեծ լայներներ որ լիներ, ավելի շատ կարող էին լինել, այդ 80-ից 10-ը պարզապես բաներն էին, նրանք գնում էին ուսումնավարություններ կատարելու եւ այսպիսի փոթորկալի ու անձրևաբեր այդ բանի պատճառով հարվածը տեղի ունեցավ տանիքին։ Փաստորեն մենք կարող ենք ասել, որ եթե ասում ենք տեխնացին այդպիսի երևույթներ ամենևին չի նշանակում, որ դա կարող է միայն մարդու ազդեցության հետևանքով լինել։ Եղել են գնացքի վթարներ, երբ որ գնացքը հարվածել է օրինակ էլեկտրական սյանը, իսկ էլեկտրական սյունը ոչ թե սողանքի, այլ փլուզման պատճառով է ընկել գնացքի գծերի վրա։ Դե բնականաբար այդքան շուտ գնացքը չի կարող արգելել եւ հարվածելով գնացքը դուրս է եկել փաստորեն վաներից եւ շուռ է եկել կողքի վրա, դարձյալ ունեցել են բավականին շատ վիրավորներ։ Ուզում եմ ասել, որ երբ մենք ասում ենք տեխնացին եւ տեսակ ես ցույց տվեցի մարդկանց սխալներ, տեխնիկական միջոցները կարող են խափանվել, որի պատճառով վտանգներ, բայց տեխնիկական միջոցի խափանումը նույնպես կարելի է կապել մարդու հետ, որ շահագործման եւ այլնի ժամանակ, բայց կան նաեւ շատ այսպես ցայտուն դեպքեր, երբ դա տեղի է ունենում ոչ մարդկային գործոնի պատճառով եւ ոչ տեխնիկայի պատճառով, այլ պարզապես բնական երևույթների պատճառով։ Այսինքն հնարավոր չէ կանխել դրանք։ Գիտեք, ոնց կարելի է ասել, եթե մենք վիճակագրական տվյալներ հանենք,
եւ տեսնենք, որ այդ վթարների քանի տոկոսն է, որ բնական երևույթների պատճառով է, քանի տոկոսը ոչ, մենք կարող ենք կանխել։ Նույնիսկ բնականի դեպքում էլ կարող ենք կանխել որոշ դեպքերում։ Օրինակ ասենք սողանքային դեպքերում, եթե մենք գիտենք, թե գնացքը կամ մեքենաները սողանքային ինչ հատվածներով են անցնում, իսկ նաև գիտենք, որ նման շարժումների ժամանակ տեղի ունենում նաև փոքրիկ ցնցումներ եւ այլն, ապա կարելի է բեռը թեթևացնելով ի նկատի ունեմ լանջի բեռը, ոչ թե գնացքի, մենք կարող ենք նման բաներ անել։ Պարոն Մաթևոսյան, ձեր նշածներից որոնք են առավել վտանգավորները։ Գիտեք, շատ դժվար հարց եք տալիս, որովհետև դա կապված է նրանից, թե ինչ բեռներ են նրանք տեղափոխում։ Օրինակ ասենք, թե որոնք են վտանգավոր բեռները։ Քիմիական։ Եթե մենք վերցնենք օրինակ Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալներով խոսենք, Միացյալ Նահանգներում դեպի Միացյալ Նահանգներ ներմուծվում է մոտավորապես 1.5 միլիարդ տոննա վտանգավոր բեռներ։ Եթե նայում ենք, թե ինչեր է մտցրած այդ վտանգավոր բեռների մեջ, ապա տեսնում ենք նավթամթերքներ, ընդ որում այդ վտանգավոր բեռները, որ ասում եմ, Միացյալ Նահանգներ մտնում են նավերով, գնացքներով, օդանավերով, ավտոմեքենաներով, դա միայն դա բոլոր տրանսպորտային միջոցներով է, որ 1.5 միլիարդի մասին եմ խոսում։ Եվ մենք օրինակ սովորենք, որ ասենք, դե գիտեք, տեխնացին ենք համարում այն, ասենք, թե մեքենաները, որոնք տեղափոխում են վառելիք, գազ, այսինքն այրվող, պայթյունավտանգ նյութեր, որոնք տեղափոխում են քիմիական թունավոր նյութեր եւ այլն, բայց օրինակ Միացյալ Նահանգներում սոսինձը համարվում է այդպիսի վտանգավոր նյութ եւ իրոք ներկերը, պատկերացնում եք ներկերով լեցուն մեքենան հրդեհի հանկարծ, միևնույն այդ ներկերը, այսինքն քիմիական, որ ասում ենք պարտադիր չի մեր մտածած քիմիական ռեակցիաներից առաջացածի, այլ նաեւ օրինակ Միացյալ Նահանգներում քիմիական են համարվում նաև պարարտանյութեր տեղափոխող տրանսպորտային միջոցները, այդպիսին են համարվում աղտոտված հողը տեղափոխող տրանսպորտային միջոցը, որտեղ դրանք նույնպես կարող են շրջակա միջավայրին մեծ վնաս տալ։ Այս կուլտուրան մենք պետք է զարգացնենք։ Եվ եթե վերցնենք օրինակ միայն այս վտանգավոր բեռներ տեղափոխող մեքենաների վթարների մասին տեղեկություն, տարեկան 6000 վթար է տեղի ունենում այնպիսի մեքենաների, որոնք տեղափոխում են 20 տոննայից ավելի բեռ վտանգավոր նյութեր։ Այդ տեղափոխող վթարների արդեն թիվը խոսում է, թե ես ինչի մասին եմ խոսում, որտեղ եթե նայենք տարեկան քանի օդանավերի վթար է լինում, մենք կարող ենք պարզապես տեսնել, որ այս վթարների մոտ կարելի ասել այնտեղ վթար չի լինում, որտեղ այնքան քիչ է, բայց այստեղ մենք խոսում ենք 6000 դեպքի մասին։ Ընդ որում ամենահետաքրքիրն այն է, որ այդ 6000 դեպքի 50%-ը գրեթե հեղուկ վառելիք տեղափոխող տրանսպորտային միջոցներն են, բայց դրանք չէ, որ միայն չեն ավարտվում այդպիսի վթարներով, նրանք կարող են նաև ավարտվել պայթյուններով, նայած ինչ է ինքը տեղափոխում։ Մի հետաքրքիր տեղեկություն եմ տամ, որ մետրոպոլիտենի հետ կապված, չնայած մետրոպոլիտենի վտանգների մասին մենք առանցին հաղորդում կտանք, բայց այստեղ կուզենայի կանգ առնել մետրոպոլիտենի երկու վթարի վրա, մեկը դա 82 թվականին, երբ որ շարժասանդուղքն է վթարվել եւ ընկել ներքև։ Պարզապես քաղաքացիների ուշադրությունն եմ ուզում բևեռել, ասենք թե ինչ երկարություն ունի շարժասանդուղքը եւ պիկ ժամերին որքան մարդ է կանգնում շարժասանդուղքի վրա։ Ես շատ փոքր թիվ ասեմ, ենթադրենք 100 մարդ կանգնած է եւ մի մարդու կշիռը 70 կիլոգրամ է։ Դա նշանակում է շարժասանդուղքի վրա ազդում է 7 տոննա բեռ կա նրա վրա։ Իհարկե ես կարծում եմ բոլորս հասկանում ենք, թե այնպիսի քաղաքներում ինչին Մոսկվան է, չգիտեմ, մեծ այդպիսի մեգապոլներն են, որքան մարդիկ են գտնվում այնտեղ։ Եվ ահա Մոսկվայում այդպիսի մի վթարի ժամանակ շարժասանդուղքի 30 մարդ վիրավորվեց, 8 մարդ պարզապես զոհվեց, երբ որ նա ընկավ ներքև պարզապես։ Այդ ծանրությունը ընկավ ներքև, այսինքն մարդը միշտ պետք է ուշադիր լինի, ինքը ունենա անվտանգության կուլտուրա, կամայական վայր, որ մտնում է, ինքը ուշադիր լինի։ Օրինակ, ասենք մարդը մտնում է
մի հատ նկուղային հարկում ենթադրենք կա մի հատ սրճարան կամ բար կամ չգիտեմ ինչ որ զվարճալ լիքի վայր մի հատ բարի պետք է լինի նայ եթե աստված չանի մի բան լինի որտեղից կարող է դուրս գալ բան բայց ինքը չունի այդ կուլտուրան գնալը կարող ամենամութ անկյունը մեր նստի իրեն համար որ ժամը ես չեմ ասում չի կարելի այդպես ժամանակ ես ասում եմ պետք է նախ նայել Արդյոք եթե վտանգ լինի ինքը կարող է այդտեղից դուրս գալ բան լիքը այդպիսի հարցեր գոյություն ունեն ու կարծում եմ նման հարցերը շատ կարևոր են Հայաստանի համար մի հատ էլ հետաքրքիր բան ասեմ օրինակ եթե մեկը հարցնի Հայաստանում առաջին օդանավի առաջին վթարը երբ է եղել վստահ ասեք 1920 թվականին որտեղ Կարս քաղաքում այո երբ նոր ձևավորված էր առաջին մեր հանրապետությունը եւ այնտեղ բնականաբար այն ժամանակվա ինքնաթիռները մարդիկ չէին տեղափոխում ընդամենը օդաչուն էր եւ այդ օդաչուն այդ ժամանակ զոհվեց եւ մի հետաքրքիր միտք էլ ասեմ որ կա հոգեբանական շատ մի խոչընդոտ մարդկանց մոտ շատ հետաքրքիր խոչընդոտ որ մարդը միշտ վախենում է օդանավերի վթարից օրինակ մենք չունենք ջրային տրանսպորտ դրա համար ջրայինի վրա կանգ չեմ առնում օդանավերից վախենում է օդանավերի վթարներից բայց երբ մենք նայում ենք ստատիստիկ տվյալները, վիճակագրական տվյալները, եթե վերցնենք օրինակ վերջին 5 տարում Հայաստանում օդանավի քանի վթար է եղել, մենք երևի նայենք իրար աչքերի ու լռենք, այսինքն չի եղել։ Բայց եթե մենք նայում ենք սովորական մարդատար մեքենաների քանի վթար է եղել, որտեղ երբ մենք մեքենաները նայում ենք դրանք բեռնատարներն են, մարդատարներն են, հասարակական տրանսպորտային միջոցներն են, որոնք էլ բաժանվում են տրոլեյբուս, տրամվայ, չգիտեմ, ավտոբուս եւ լիքը բաժանման ձևեր կան, ապա մենք տեսնում ենք, որ վերջին տարիների ընթացքում, եթե վերցնենք 5 տարիները, վերջին միջին հաշվով տարեկան 300-ից 350 զոհ ենք ունենում բայց մարդը շարունակում է նույն ձևի վարվել, բայց վախենալ օդանավի վթարներից, երբ որ հավանականությունը այստեղ շատ ավելի մեծ է, քան օդանավերի վթարները։ Դրա համար էլ մեր այս հաղորդումը կարծում եմ նրանով է նաև օգտակար, որ մարդը վերանայի իրեն վերաբերմունքը տեխնիկական միջոցների նկատմամբ, որովհետև մյուս վտանգների մասին մենք իհարկե առանցին կարծում եմ կտանք եւ ճառագայթային եւ չգիտեմ քիմիական այլ վտանգների մասին, բայց այսօր կուզենայի, որ մարդը լսելով մեր հաղորդումը կարողանար իր ուշադրությունը բևեռեր տրանսպորտային միջոցներից օգտվելու, նրանցում գտնվելու եւ այլնի ամեն մի պահ ինչպես վերաբերվել Շատ լավ։ Պարոն գեներալ, շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Պարոն գեներալ, շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ռադիո Արևիկի եթերում դուք լսում եք 911 հաղորդաշարը, մեր հյուրն է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, զրույցը վարեց Տաթևիկ Շատյանը։ 911